Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ առաջարկում եմ սկզբի համար մի հատ էս Արարատ լեռան գծապատկեր անձնագրից մուտքի ելքի վիզաներում հանելուց սկսենք, բայց իհարկե այդտեղ չենք կանգնելու, երեք դրա մասին խոսել ենք ու առասարակ այս երկու օր դրան անդրադառնում ենք, այդ աղմախ հարցին չարժի այդքան երկար խորանալ։ Աղմախը հենց այո, հարցը ու թեման, որը գցած ասենց դաշտում ու մարդիկ ասես մի հատ դրա վրա ոնց կարան, ինչ կարան աշխատում են։ Երեք մանրամասն ասել եմ, չանդրադառնամ, հիմա մի բան ասեմ, քանի որ մի երկու ավականու թեկնած ու պատգամավորի տեսա, դարձյալ ինչ-որ խոսելուց, մեկը կոչ էր անում առհասարակ եկեք երեխաներ ունենանք, մեկի անունը դնենք Արարատ, մեկինը Սիս, մեկինը Մասիս, նախ դուք ինքդ գնա ունեցի անունը դիր, Արարատ, Սիս կամ Մասիս, մնացածի դու գործ չունես, որ սախի են ասում, խորհրդի բերել հասել են նրան, բայց կարող Արարատ քաղաքի անունը փոխեն, մարզի, բան, ասենք ցնդել եք դուք, իսկապես ցնդել եք։ Եթե չգիտեք, ես ձեզ հիշացնեմ, հայ-թուրքական հարաբերությունները սկսում են լավանալ այն իրավիճակում, երբ առհասարակ մեր արտգործնախարարի անունը Արարատ է։ Սկսենք այստեղից, հա։ Երկրորդ, հանգիստ կարող եք լինել, որովհետև երբ որ օրինակ այդ վիզան, այդ մուտքի ելքի վիզան պեճատում էին, ովքեր ունեն անձնագիր կարող են բացել ու նայել։ Գրված էր լինում ռուսերեն տառերով Երևան։ Հայերեն ոչ մի տառ չի եղել։ Ու սա ինչ անենք, հիմա ընդունենք հայոց տառերի հանդեպ, սրբագույն տառերի հանդեպ ուրացում, չէ, դա պարզ գրած էր Երևան, վրան էլ Մասիսը։ Հիմա ինչ-որ մի պահի, երբ որ դուրս բերեցին օտարերկրյա ուժերին մեր դռան շեմից, ընդունելությունը արդեն կազմակերպում են մեր ԱԱԾ հատուկ ուժերը, այնտեղ, որոշել են դիզայնը հասկանան, պիտի գրվի Երևան, մարդիկ նստել են, մտածել են, ասել են ինչ ենք անում, եկեք ստեղ Երևան, մտածում ենք, չէ, քննարկում ենք, ձևը ոնց պիտի լինի, եկեք այստեղ հայերեն Երևան, այստեղ միջազգային լեզու, որպես անգլերենը Երևան, ահա, ընդունելի է, Արարատի գծապատկերը թողնում ենք, դու երևի չէ, որովհետև առհասարակ մյուս երկրներում այդպիսի բան չկա, էլի, մենակ մեր մոտ այդպես Իսկ ինչ տեղը դնենք, որ հանենք, դե ոչ մի բան էլ պետք չի դնել, եկեք հենց այդպես, ու որոշում ենք ասել այդպես, հիմա ուր եք գնացել հասել, հասել են նրան, որ Թուրքիայի հետ այս հարցերի կարգավորման հայաստանյան ներկայացուցիչը Ռուբենը Ռուբինյան ստիպված է լինում պաշտոնական հայտարարություն անի, գիտեք ինչ, այդ պաշտոնական հայտարարությանն էլ շատերը ասում են, խաբում է, որ ասում է թուրքերի ասելով չի խաբում, դե բայ ելք պահանջում որպեսի անի, ու ամենավատն է, որ երբ որ ինքը անում է, դա նայում է նաև թուրքական կողմ է, հաշվարկ անում, ասում կանգնել է, սա ոնց որ դեգեներատների բան կա մի հատ, խումբ կա, ինչի չօգտագործեմ, մի քիչ կողքից բզբզեմ իմ ֆեյք տիրույթով, ամբողջ աշխարհում ահագին ֆեյք տիրույթներ կան, բզբզեմ, թող իր ոնց համար էփեն էլի։ Լավ, դուք չեք զգում, որ մեր տգիտությունը սկսում է լուրջ մեր պետության դեմ արդեն աշխատել, չի կարելի։ Ասենք, երբ որ դրվել է այդ Արարատ լեռը, օրինակ, քաղաքական այդ ինչ մի հատ միջազգային աշխարհ-քաղաքական գործընթաց ա եղել, որ որոշել ենք դնենք ինչ-որ պահից, ինչ-որ ասելիք ցույց տանք, ինչ եղել, ոչ մի բան։ Ցնդելու բան է, հեսա անունները, տեղանունները, բան հանգիստ եղեք, ոչ մեկ չի ասել, ոչ փոխեք, ոչ հանեք, ոչ դրեք։ Հայաստանում որոշվել է, որ ռուսերեն Երևան գրելու տեղը պիտի գրվի ոսկեղենիկ հայերենով, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, հիշեցնեմ, էլի այն մարդկանց, այն շահարկողներին իմիջայլոց, այն ուժերին, ովքեր ուզում էին Հայաստանում պետական երկրորդ լեզու մտցնել ռուսերենը, այլ լեզու։ Այս սրանց մի հատ հիշեցում, էլի, Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ու հայերեն տառերով է գրվում արդեն, այդ մուտքի վիզայի վրա հայերեն տառերով գրվում է Երևան։ Այնպես որ մի փորձեք այստեղ դիվիդենտներ հավաքել ու ձեր էլեկտորատի ուշքն էլ մի բան արեք, վրեկները պահեք, թող իրանց համար աշխատեն։ Դե մեկ խելոք իրանց համար ապրում են, այս մի քիչ մարդիկ հանգստանում են, մատ ախմախություն մտցնում են։ Հիմա ես կկարտամ մի նյութ, Արարատաբաղձությամբ տառապող հայ հանրության որոշ շրջանակներ նորից հայտնվել են փսիխոզի մեջ,
Ռազմահայրենասիրական նրանց ոգուն աննախադեպ հարված է հասցրել կառավարության այն որոշումը, ըստ որի սույն թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Գրած կգանք, որ ՀՀ անձնագիր ունեցողների մի ահռելի հատված միայն բարձրացված վայնասունից ներողություն բառի համար հետո իմացավ կնիքի վրա Արարատի առկայության մասին։ Ինչպես եւ սպասվում էր վերոհիշյալ շրջանակները բնականաբար նախկին ռեժիմի կարկառուններ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ աֆիլացված ՀՀ կառավարության որոշումը շահարկեցին անձնակի ոգեղենությամբ, սրտների ուզածի, խելքների կտրածի չափով եւ իհարկե ելնելով իրենց փչվածվածության ու կարդացածության մակարդակից։ Այն է Թուրքիայի պարտադրանքով է Փաշինյանը գնացել հերթական նվաստացուցիչ զիջմանը։ Եվ շարունակելու է ուրանալ մեր ազգային ինքնությունը միայն թե Թուրքիայի համար լավ լինի։ Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիայի կամ Ադրբեջանի։ Իրենից դա ոչ մեկը չի պահանջել, ենթադրում եմ համենայն դեպս դա ուղղակի տեսեք, դա էլ կարող եմ անել, տրամաբանության մեջ գործողություն է։ Նախորդին ազդարարել է П ու խմբակցության ղեկավար ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, ով պարտավոր Սերժ Սարգսյանին ներկրած 50,000 տոննա զենքովի միջայլոց, որի կուսակցության կառավարման օրոք հիշեցնենք Արարատ լեռան պատկերը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ խորհրդավոր հանգամանքներում անհետացել էին Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի խորհրդանիշից։ Հայկ Մամիջանյանի ինչ երս է տեղի ունեցել։ Երբ որ Թուրքիայի ներկայացուցիչները, ֆուտբոլիստները եկել էին, ինչի եք մեր ֆուտբոլիստերի մարզաշապիկի վրայի Արարատը հանել, Ծիծեռնակաբերդի լույսերն էլ անջատել։ Մատես հարցի պատասխանը միջև չտակ, դուք չեք ունենալու բարոյական իրավունք քննարկելու Արարատը մենք որտեղ դնենք, որտեղ չդնենք։ Իրոք անվերջ կարելի է զարմանալ ընդդիմադիր գործիչների կարճ հիշողության եւ ցինիզմի վրա, բայց եւ այնպես ուզում ենք նրանց հաղորդել, հորդորել, վերջապես վերադառնալ adekvatության դաշտ եւ վերջի վերջո համակերպվել դառը իրականության հետ։ Այն է, Արարատը վաղուց չի գտնվում ՀՀ սուվերեն տարածքում, թե երբվանից, որ իշխանության օրոք ու ինչ հանգամանքների բերումով պատմական ահռելի վերլուծության նյութ է։ Իսկ Հայաստանի աշխարհագրությունը սովորելու համար բավականին կլինեն վերլուծական նվազագույն կարողությունները, որոնք կօգնեն վերջապես ըմբռնելու, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արարատին իր վեհությամբ ու սեգությամբ չզիջող լեռը Արագածն է։ Ինչ որ բան հուշում է, որ եթե կնիքի վրա պատկերված լիներ ՀՀ ամենաբարձր լեռը եւ այն կառավարության որոշմամբ հանվեր կնիքի վրայից, վերոհիշյալ շրջանակները նման վայնասուն չէին բարձրացնի։ Լեռան անհետացումն էլ կմնար աննկատ, որպես սովորական երևույթ։ Ինչպես ասենք արևածագը կամ ասենք լուսնի հայտնվել է երկնակամարում։ Արդ դառնանք Արարատ թե Արագած դիլեմային, որն իդեպ նոր չէ եւ մեկ անգամ չէ, որ գեներացվել է քաղաքական համատեքստում։ Նկատենք մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Փաշինյանն է, որ ամիսներ առաջ ազդարարեց Արարատի պաշտամունքը պահանջատիրական համատեքստում, կարող է մեզ գցել պետություն ունենալու եւ այն կորցնելու պատմական ցիկլի մեջ։ Փաշինյանն է, որ մերժելով պահանջատիրական ժանրը առակի լեզվով ցուցանեց. եկեք սիրենք, փառաբանենք, դողանք ու գուրգուրենք այն, ինչը մեզ է պատկանում, մեր հոգևոր ռեսուրսն ու ջանքերը անհասանելի, երազային, միֆական անկնկալիքների վրա վատնելու փոխարեն եկեք կռիվ տանք մեր ունեցածի եւ ունեցած ունենալու երաշխիքներն ամրապնդելու ուղղությամբ։ Ես աչքովս ընկավ մի երկու մեկնաբանություն, որ ասում են դե ասա հայկականա թե չէ, մեր լեռը, մեր սրբը, ասում եմ, հա, ոչ ոք չի ժխտում է, որ հայկականա, բայց ախր Հայաստանի Հանրապետությունը, դուք հասկանում եք ինչա, հասկանում եք թե չեք հասկանում, Հայաստանի Հանրապետությունը, պետություն, բացեք մի հատ գուգլեք, խփեք, պետություն, ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում քաղաքացի եւ ինչ է նշանակում ժողովուրդ։ Մենք էթնիկ ժողովուրդ չենք Օսմանյան կայսրության տիրույթում ապրող, որ ասենք էսի հայկական է, այնի հայկական չի։ Մենք պետություն ենք, սա Հայաստանա կամ Հայաստան չի։
Եվ իհարկե ժողովուրդը չի կարող մոռանալ իր ակունքները, առավել ևս թե Արևելյան Հայաստանում, այսինքն այժմյան մոտավորապես Հայաստանի Հանրապետությունում, թե արտերկրում ապրող հայությունը երբեք չի կարող մոռանալ իր սկզբնաղբյուրը, չի կարող, սրա մասին չի խոսքը, բայց այսօր ունենք պետություն, ես հասկանում եմ 30 տարիներ չէ կարել, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների սերունդները համարեն, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց պետությունն է ու վերադառնան Հայաստան, դուք ով էլ որոշել ա գլուխները կերել եք, փողերը ձեռներից վերցրել, մաքսիմում լավագույն դեպքում ճանապարհել եք այդ, եղել են ավելի վատ սցենարներ։ Ես դա հասկանում եմ, բայց ամեն դեպքում եկեք մի չափերը շատ անցեք ախր, հայկական է, ոչ ոք չի, այ Սերժը, այ հենց տեղ էր ձեզ խապում, երբ որ ասում էր Արցախը պետք է լինի հայկական, ինչ, Ռոստովն էլ է հայկական, եթե չգիտեք ասեմ, ժամանակին անունը եղել է Նախիջևան Նադանու, Դոնի Նախիջևան, եւ առհասարակ ստեղծվել է, որովհետեւ Եկատերինան ինչ-որ մի պահից էթնիկ զտում է իրականացրել Ղրիմում եւ հայությանը, ովքեր որ 600 տարի առաջ դրանից գաղթել էին դեպի Անիից դեպի Ղրիմ, Անին ավերվելուց հետո 6-7 տարի այնտեղ ապրելուց հետո Եկատերինան բոլորին էթնիկ զտման ենթարկեց, վերցրեց բերեց մի հատ չոլի մեջ դրեց, այս մարդիկ էլ ստեղծեցին Նախիջևանը Դոնի, որը հետո սիրուն ձևով դարձավ Ռոստով Նադանու։ Անկամ հայտնի ֆիլմի մեջ երանկյունի մեջ կա հիշեք, որ մեր սիրելի դերասանը մեր Մկրտչյանը ասում է Նախիջևան Նադանու։ Մենք նայեք այդ հենց Ռոստովի մասին է։ Հիմա հայկական է այդ քաղաքը։ Ու դա ինչ է տալիս իրան։ Արցախը պետք է լինի հայկական, Արարատը հայկական է, մյուսը հայկական է, հետո Ինչը որ մենք համարում ենք մեր համար սրբագույն ինչ-որ բան, մեր ներսում է, ձեր գործը չի, դուք չեք կարող, ասենք չի կարող մեկը դիմացինին համոզի, թե սա իր սրտում ինչ պիտի պայի, ինչ չէ։ Հասկանում եք, չի կարող, Հայկ Մամիջանյանը պիտի գա օրինակ ինձ բացատրի, Արարատը ես ոնց հիշեմ, ոնց չհիշեմ։ Ասենք լուրջ եք խոսում։ Թե Քոչարյան Ռոբերտը պիտի գա ինձ ասի ոնց պայ, կամ ինքը որոշել է, որպեսզի ես հանկարծ Արարատը չմոռանամ, բանը, պասպորտի, ելքի, մուտքի, վիզայի վրա մեկ գծապատկեր անենք, ձեռ եք առնում դուք։ Ու այս սրա շուրջա խոսակցությունները, ծիծաղելի է, հասկանում եք, ծիծաղելի է, ես եթե լինեի ազգությամբ թուրք, հայերեն հասկանայի, մտնեի, տեսնեի ստեղ ինչ է կատարում, լուրջ եմ ասում մի միլիոնատ անեկդոտ էի մի հորինել, հայերի մասին, մեկ կողքից փորձեք հասկանալ դա, ցնդաբանություն է, ես երեք Facebook-յան եթերով ասել եմ, իմ պատուհանից Արարատ լեռը երևում էր, հիմա այստեղ շենք են կառուցել, փակվել է, Հիմա այդ թուրքնով է եղել, որ բանա, թույլտվություն է տվել, որպեսզի այդ շենքը կառուցվի, բայց Արարատի հիմի չեմ տեսնում, բա որ մոռանամ։ Ցնդաբանություն է, չէ՞ դա։ Բա եկեք մի հատ ազգովի, եկեք մեր դիմացի շենքը, որ կառուցվում է, քանդել տանք հələ։ Բա չհասկացանք, մի ամբողջ շենքի բնակիչներ չեն տեսնում էլ Արարատ լեռը։ Դիտավորյալ են արել ժամանակին տվել այդ թույլտվությունը, շին թույլտվությունը, որպեսզի մենք մոռանանք, չէ՞։ Հայ քեզ բան Մեծամասշտաբ այդ միջոցառման ուղերձ կներեք Արագածի շուրջ պարը Արարատի ուրացում էր Իդեպ Արարատի եւ Արագածի մասին ժամանակին ուշագրավ դիտարկում թերևս իր կյանքի միակ adekvat դիտարկումն է արել լեռան Կնիկի վրայից անհետանալու լացը լացողների քաղաքական պատրոնը Ռոբերտ Քոչարյանը։ Այդ միակն է երևի եղել, հետ էլ հեսա կարտանք տեսնենք։ Արարատը հայ ժողովրդի խորհրդանիշն է, իսկ Արագածը Հայաստանի Հանրապետության։ Բան, Զարուհի Փոստանջան, Տիկին Փոստանջան, այն որ ասում եք սենց, ձեր քաղաքական ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը իր ժամանակ ասել է Արարատը իսկապես այ նոր Պաստորին Քոչարյանը սզբանել է ասել ես ապշած եմ ուղակի ես հեսա կարող եմ Facebook-ում գրառում անեմ ու տակնել գրեմ Ռ Քոչարյան հազիվ ես նախադասություն եմ գտել որ adekvat է հազիվ եմ գտել ես մի հատը նայեք Արարատը հայ ժողովրդի խորհրդանիշն է
Իսկ Արագածը Հայաստանի Հանրապետության։ Հիանալի։ Հիմա եկել են նույն Քոչարյանականները, եսիմ ինչ են խոսում։ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցած Քոչարյանը, արձագանքելով ուսանողներից մեկի հարցին մասնակցելու է շուրջ պարին։ Իր նախագահության օրոք, Նա ազդարարել էր, թե չի մասնակցելու դրան, թեև մասնակցեց։ Բայց կողմը միասնականություն խորհրդանշող այդ միջոցառման կազմակերպմանը եւ եթե այն կայանա, ապա կխմի դրա մասնակիցների կենացը։ Փաստորեն իմ կենացն էլ է խմել դա։ Ուսանող մասնակցել եմ։ Արձանագրենք Արագածի որպես ՀՀ սուվերեն տարածքում գտնվող լեռան նշանավորման, այսպես ասած սիմվոլիզացիայի առաջին մասշտաբային պետական ինստիտուտների ներգրավմամբ եւ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձով աղոթքով ուղեկցված միջոցառումը տեղի է ունեցել 20 տարի առաջ, հենց Քոչարյանի նախագահության օրոք։ Միջոցառման կազմակերպումը, հիշեցնենք, հղացել էին նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն ու Նիկ Աբարան հայրենական միությունը։ Մեծամասշտաբ, ես հիշում եմ հետո Երևանում մարդ չկար, լուրջ եմ ասում, մարդ չկար։ Մենք դուրս էինք գալիս արդեն Երևանից, դատարկ էր փողոցները, բոլորը այնտեղ էին, շատ լավ միջոցառում էր։ Բայց չկարողացանք կարծեմ այնտեղ գիծը բռնել, վերևից նկարում էին։ Շարլ Անձնավուրն էր եկել, եթե չեմ սխալվում։ Մեծամասշտաբ այդ միջոցառման ուղերձը հաշվի առնելով դրա իրականացման ժամանակաշրջանը 2005 թվական, այլ էր ի նշանավորումն առաջին հանրապետության անկախության օրվա Սարդարապատի Բաշապարանի Ղարաքիլիսայի հերոսամարտերի մայիսյան հաղթանակների։ Մյուս կողմից էլ սա իր բովանդակության մեջ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող լեռան գերակայության արձանագրումն էր օտար պետության տարածքում գտնվող լեռան Արարատի նկատմամբ։ Հարց է ծագում, ինչու արդ նման մի մասշտաբային միջոցառում շուրջբար ուխտագնացություն կամ մարաթոն չկազմակերպվեց Արարատ լեռան շուրջը կամ դեպի Արարատ լեռ, եթե հենց այդ լեռն է խորհրդանշում հայ ինքնությունն ու պատմական արդարությունը։ Ինչ է, Քոչարյանի օրոք երկրի կարոտը կոնդիցիայի չէր հասել, թե նրա օրոք չէին խրախուսվում արարատյան թեմատիկայով հոգեխանգարմունքի զանգվածային դրսևորումները, քանի որ դրանից ներքաղաքական քյար չկար։ Հատկանշական է, որ հիշյալ Շուրջբարի կոմիտեն միջոցառման ավարտից հետո տարածած իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, թե հայրենակցական միությունը խորապես գիտակցում էր, որ հայ նոր հասարակությունը պետք է ձևավորի ապրելու եւ ստեղծագործելու նոր մշակույթ, նոր ավանդույթներ, հոգեվոր նոր արժեքներ, որոնք կդառնան համայն հայության միասնության ինքնահաստատման հիմքը։ Ասել կուզի, Արարատն սիրենք, Արարատով էլի տոչորվենք, բանաստեղծենք, երգենք, գովենք, գովաբանենք, բայց ժամանակն է Արագածին էլ բանի տեղ դնել, հենց այդ լեռան շուրջ, միասնության շուրջ բռնենք, լինենք ընկեր, լինենք եղբայր, բարեկամ, Արագածի լանջերին ծովանանք, դառնանք բարի, դառնանք զորեղ, ուժ դառնանք։ Ադեկվատության 20-ամյա վաղեմության մաստեր կլաս։ Հետգրություն։ Հպանցիկ ներկայացնենք կառավարության պաշտոնական պարզաբանումը առայն, թե ինչու է փոփոխվել խնդրո առարկա կնիքը։ Ըստ այդմ կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշման մեջ առկա մի շարք ներքին հակասությունների խմբագրական թերությունների վերացման եւ ՀՀ պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում տեխնիկական բնույթի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որովհետեւ Երևանը պիտի դուրս գար։ Պետական սահմանի անցման կետերում պետական սահմանը հատելու վերաբերյալ սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում կատարվում են համապատասխան նշումներ։ Տվյալ նշումների կեղծման, ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության եւ ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանեցության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը, բացի այդ առաջարկվում է փոխել ամսաթիվ կնիկների չափերը, ազնագրի համապատասխան էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով։ Փաստորեն տեխնիկական բնույթի փոփոխությունները, որոնք միտված են համակարգի լավարկմանն ու ավելի ապահով դարձնելուն, արատաբաղձությամբ
Արարատաբաղցությամբ տառապողների մտածող օրգանն ընկալում է որպես ուրացում թրքահաճություն։ Մեր խորին ցավակցությունները մտածող օրգանի տերերին։ Հեղինե Մանուկյան։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, փաստորեն պարզվում է, որ այս փոփոխությունը տեխնիկական է ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար է, պիտի չափսերը, ընթերնելիությունը եւ այլն լինի կոնկրետ հստակ ընդգծված բաներով։ Խնդրեմ ձեզ բացատրությունը։ Ու այնուամենայնիվ ես միանում եմ Զարուհի Պոստանջյանի կոչին, անկախ ամեն ինչից եկեք ունենանք երեխաներ եւ անունները դնենք Արարատ, Սիս եւ Մասիս, այո, ինչու ոչ։ Իմիջիալից ես Մասիս անունով մի հիանալի ընկեր ունեմ, ավելի շատ ընկերոջ որդի, ունեմ Արարատ անունով շատ ընկերներ, թե Հայաստանում, թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Եվ ես կցանկանամ ընթերցել իմիջիալոց Իսակ Գաբրելյանի գրառումը նույնպես, որ քանի որ նա կրթության ոլորտում հանձնաժողովի նախագահն է ազգային ժողովում ու սրանով այս հատվածը դնենք մի կողմ։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մասիսն է կամ Մեծ Արարատը։ Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի Հանրապետության չէ, հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մասիսն է կամ Մեծ Արարատը։ Սա բառացի ձևակերպումն է նոր հրատարակված եւ դպրոցներում ներդրված դասագրքերում։ Եթե ուրանում ինչ են դնի, չէ՞։ Ավելին, իմ հայրենիքը բոլորովին նոր առարկա է դպրոցում։ Սա կարճ պատասխանն է մեր ընդդիմադիրների հերթական կեղծ պնդումներին, թե իբր Արարատը ջնջում ենք մեր ինքնությունից։ Այսինքն անցնելու են Հայաստանի պատմություն, բայց նաև իմ հայրենիքը անվանով նոր առարկա է մտել, այն մեր պատմական հայրենիքը ուսումնասիրելու ենք եւ միշտ իմանալու ինստիտուցիոնալ ձևով, այսինքն դպրոցից, որը դուք չեք արել։ Դուք Հայաստանի պատմությունը վերածել եք հայրենիքի պատմության, նստել եք ձեզ համար ու սկսել եք փողերը հաշվել։ Դպրոցները ծախելով, չգիտեմ ինչ անելով, վարի տալով։ Հասկացաք։ Հարգելի հայրենակիցներ, ցավոք հիմնական ասելիքս ավելի դառն է։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ուշադրություն։ Մեր ինքնությունը խորհրդանշող մոտ 24200 պատմամշակութային արժեք, որոնց գրեթե 90%-ը կիսավեր, անխնամ կամ անտեսված է, տասնամյակներ շարունակ աղբակույտով շրջապատված, լքված վանքեր, հնավայրեր, հուշարձաններ, խաչքարեր, ամրոցներ եւ այլն։ Դրանք բոլորը մերն են, մեր կողքին, մեր ինքնիշխան տարածքում, մեր ստեղծած եւ միջազգային ճանաչում ստացած Հայաստանի Հանրապետությունում։ Կրիքի վրա Արարատի ուրվագծի լինել չլինելուց առաջ հարկավոր է նորոգել, խնամել ու սրբացնել մեր ինքնության վերոնշյալ մասնիկները։ 24200, հիշեցնում եմ, սրանցից 90%-ը դա անում է մոտ Դա անում է մոտ 24200-ից մոտ 21500-ը այդ վիճակում է։ Ինչ է այդ վիճակում։ Ընդ որում էլ մի 10% էլ երևի ես կառավարությունն է բերել դրան։ Ես օրական տեսել եմ, անկախ ասեմ անպատասխան կառույցի ղեկավարի անուն-ազգանունն էլ ընտրել ու հատուկ շնորհակալություն հայտնել եմ նրան։ Դրանք բոլորը մերն են, Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը միլիարդավոր դրամներ է հատկացնում դրանց վերականգնման համար։ Մի բան, որը ցավոք նախկինում չի եղել։ Խի մերը չի եղել, այն եկեղեցապաշտերը, Արարատապաշտերը, մտեք եկել, հայրենիքապաշտերը, պատմապաշտները, պատմության, մտեք եկել, մերը չի եղել, կամ կարող եք հակառակը պնդել։ Եթե կարող եք հակառակը պնդել, եկեք միասին այցելենք։ Ես իմ մեքենան տրամադրում եմ, գազը ինձ վրա, բենզինը ինձ վրա։ Եվ դեռ քանի տարի, եթե ոչ տասնամյակ է պետք, որ հայ ժողովրդի ինքնության այս վառ վկաները բերենք պատշաճ վիճակի։ Իսկ ամենակարևորը խնամենք ու իրապես սիրենք դրանք մեր ամենօրյա հոգատար վերաբերմունքով։ Հայկ Մամեջանյան, ինչ որ այստեղ ասելիքներ ունես, որ խնդրեմ մի հատ հանրապետականների կառավարման տարիներից մնացած պապկեքը բացեք, տեսնենք հələ քանի հուշահամալիր եք կառուցել, հիմնանորոգել, նորոգել։
Բացեք տեսնենք։ Ես այս վերջերս տեսա անգամ Բերդ համայնքում Միծակարում գտնող կապտավանքը նույնպես այդ ծրագրի շրջանակներում պիտի նորոգվի, շատ ոգևորվել է, որովհետև ես երբ գնացի առաջին անգամ կապտավանք, դա մի դրախտավայր է, դրախտավայր։ Աչքից հեռու, ամեն ինչից հեռու, որը ավերակի էր վերածվում, ավերակի։ Եվ կարծեմ հենց այդ առիթով եմ շնորհակալությունս հայտնել։ Մի հատ վերադառնանք, լավ, եկեք Արարատից վերադառնանք դեպի Գյումրի։ Դե գիտեք, երեք նայում էի, էս մեր լրագրողները, վայ ես, ինչ լավն եք դուք, ինչ լավն եք։ Ուրեմն, Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, գործերով անցնում են, գիտեք, 3 դատարան են գնում, այս Վարդան Ղուկասյանի որդուն ինչ-որ երեխային մանկապարտեզ թե դպրոց տանելուց են ձերբակալել, իմիջայլոց ասեմ, որ ես դեմ եմ նման գործելավոճին, այո, անչափահաս երեխայի մոտ նրա ծնողին երբ որ ձերբակալում ու տանում եք, դա ստրեսի է ենթարկում երեխային, դա շատ վատ բան է ու դուք պոտենցիալ ձեր հանդեպ այդ երեխայի մեջ նստեցնում եք նեգատիվ ձեր հանդեպ, այսինքն նա երբեք ձեր այդ բան չան։ Սա ես դատապարտում եմ։ Չնայած չգիտեմ ինչ հանգամանքներ են բերել նրան, որ ոստիկանները դիմել են այդ քայլին, այնուամենայնիվ ես դատապարտում եմ դա ու կոչ եմ անում ոստիկաններին նման վարք փորձել չցուցաբերել, հանգիստ կարող եք նրա հետևից քայլել, նրան տեղեկացնել, որ քեզ ենք սպասում երեխային թողնել, վերցնեք բերեք, հատկապես որ այնպիսի գործեր, որ չգիտեմ, փախուստի կդիմեր թե չէ, կդիմեր ձեր գործառույթն է, մի բան կանեք, բայց երեխայի մասով պիտի զգույշ եւ ուշադիր լինեք։ Սա հարցի մի կողմն է։ Բայց այս լրագրողները եկել են, լցվել են, բոլորը փորձում են, իսկ երեխան ստրեսը, հա լավ եք անում, որ հարցնում եք, բայց մի հատ էլ ձեռի հետ ուրիշ բան էլ հարցրեք։ Ում որ շորթում էր, շորթման գործ է, չէ, եթե չեմ սխալվում, ում որ շորթում էր, այդ շորթվողը երեխա ուներ թե չուներ։ Դա ձեզ հետաքրքիր չի եղել, թե դուք առանձին մարդկանց երեխաներին եք ուշադիր, որ ստրեսի չենթարկվեն։ Տեսեք, օրինակ ես քաղաքական հակասություններ ունեմ այս ուժի հետ, հանցագործ մարդու հետ հատկապես, ով որ հանցագործ է ու քաղաքականության մեջ, դա պետության հերն անցում է, ես դա չեմ կարող թույլ տալ, չեմ կարող ընդունել, չեմ կարող արգել։ Ու շորթման գործ է։ Հիմա իր ում որ շորթում էր, ումոնց որ շորթում էր, ումոնցից որ ինչ որ խլում էր, դրանք երեխաներ ունեն, չունեն, ճշտվել եք մի հատ։ Հիմա էլ երեք, մեկ էլ աչքովս ընկնում է Վարդան Ղուկասյանը, ասում է ես զգում եմ։ Մի րոպե կներեք, գտնեմ բառացի էլի մեջ բերեմ, ասենք սա ղեկավարի խոսույթ չէ էլի։ Լավ, թեկուզ ընդունես, չընդունես, հարցը այդ չէ էլի, բայց մի քիչ զգում եմ տրամադրությունը այն չի, դիմացը ցուրտ է, Վարդան Ղուկասյանը չեղարկել է Գյումրիոր տոնակատարությունը։ Ուրեմն զգում եմ տրամադրությունը ինչ, իրա տրամադրությունը ինչի, որովհետև կանչել են դատարան, տղին են ձերբակալել եւ այլն։ Ինքը գիտի ողջ Գյումրիի տրամադրությունը ինչի, ու ասում եմ զգում եմ տրամադրությունը ինչի, համ էլ ցուրտ է լինելու, եկեք Գյումրի օրը բան անենք, չեղարկենք։ Ընդ որում առանց քվեարկության դնելու։ Այնտեղ էլ Մխիթարը, բանը, Մխիթարյանը, միանում է։ Այն բանը, որ ամբողջ օրը Հայաստան, հայրենիք Աստված, սա էլ է պարզվում է սրտից վախենում ու ոնց հասկացա իր տրամադրությունն էլ ինչի, միանում է, ասում է, հա, մենք տենց կողմ ենք, որ չեղարկվի։ Ասենք Գյումրի օր, ես Ժողովուրդ ջան, հիշեցնեմ բոլորիդ, Գյումրին մեր Հայաստանի հյուսիսային հատվածում, հա, ու այնտեղ, այո, ի տարբերություն Երևանի եւ շատ մարզերի ավելի սառն է, ցուրտ է։ Նախ այն սկզբից որ Գյումրի օր եք նշում դա հաշվի, այդ հանգամանքը հաշվի առնեք, որ Գյումրիում մի քիչ սրտերը շուտ են ընկնում։ Եվ երկրորդ, ինչ կապ ունի ցուրտ, դա նոր տարուն էլ է ցուրտ, եկեք նոր տարի էլ չանենք։ Ես զգում եմ, մի բան լինելու է այդ ժամանակ, եկեք նոր տարվա տոնակատարությունները հանենք։ Համ ցուրտ է լինելու, համ տրամադրություն չկա, դե ինչ է, սա 4 կողմը ձուն սեռի, ինչ որ գույներ չկան էլի, լավ չի։ Եկեք առաջարկում եմ հանենք նոր տար։
Ես իսկապես էլի չես հասկանում, խնդաս լաս, նստած ես ուզում ես վերլուծես, որպես քաղաքացի բան հասկանաս, չես կարողանում հասկանալ։ Չես կարողանում, ինչա նշանակում, զգում եմ տրամադրությունը այն չի։ Առավել ևս եթե տրամադրությունը այն չի, պիտի մի բան անես, որ բարձրացնես։ Համել ցուրտ ա լինելու, գյումրեցին էլ ցրտից ընես վախենում ա։ Վայ։ Չնայ Վայ, այս ու գիտեք, ես մենակ ես քաղաքապետը չի, ինքը էլի է, չէ, քաղաքապետ եղել երկար ժամանակ, հետո ինչ կարողաց է զավթել, ու սրա շեֆն էլ, դե պատկասում եք, ինչ իրա շեֆն էլ նախագահ է եղել, այս սենց էլի, իրանց մեջ տնավարի մարդիկ նստած, բաներ են որոշել, բաներ են արել, ես իմ էլի, բայց Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հեցի Շիրակի մարզի Ղարց մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանը Facebook-ի իր էջում գրել է. Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները կապված Գյումրու օր տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նախաձեռնելու է ավականու արտահերթ նիստ։ Օրակարգում Գյումրու օր տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու։ Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից եւ արդեն ավանդույց դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից։ Այս գյումրեցիք մի նորմալ կյանք տենց էլ չտեսան։ Հիմա էլ բերել են քաղաքապետը զգում ա որ լավ չլինելու, եկեք որ մի հատ թողեք թող մի քիչ այդ մարդիկ լուսավոր բան տենան, մի քիչ տրամադրությունները լավանա, ինչ եք խոսում։ Լավա որ գոնե այս արտահերթ նիստը լինելու, բայց դեռ հարց ա ոնց կքվեարկեն։ Եթե այնտեղ են Ռուբենը Մխիթարյան արդեն որ մեծ խոսում էր, արդեն որոշել ա որ իսկապես բանը Վարդան Ղուկասյանը ինչ զգում ա ճիշտ ա զգում, չգիտեմ քվեարկությունը ոնց կգնա, այն մյուսն էլ չնայած ազգու տակերով իրար արուն թշնամի լինելուն միևնույն է միացան իրար, չեմ հասկանում։ Իսկապես չեմ կարող ոչինչ ասել։ Գնահատականը պետքա տան գյումրեցիներ եւ ոչ միայն գյումրեցիները։ Իմիջալոց Արչևում վաղ շաբաթի ընտրություններ են լինելու։ Պատիվ ունեմ Դաշինքը, Վանեցյանով, բանով արդեն սենց ոգևորվել են։ Հիմի հասկանում եք թե ինչ էին նաեւ մի գնդակով մի քանի նապաստակ էին փորձում խփել, նաեւ այս եկեղեցա պաշտպանություն ձեռնարկում, չգիտեմ ինչ էր անում։ Այս հենց մարդկանց մոտ կոտրելով, հասնելով այնտեղ տրամադրությունները, որպեսզի այդ դաշտում քաղաքական մրցակցությունից դուրս բերեն քաղաքացիական պայմանագրին կամ ժողովրդավար այլ ուժերի մարդկանց մեջ նեգատիվ նստացնելով ամեն ինչի հանդեպ կյանքի հանդեպ Փաշինյանի հանդեպ էլ չէ իրանք չեն էլ ուզում որ դու Փաշինյանին հատես մատ կյանքը պատկերացրու որ վատ է սերի ամեն ինչ շատ վատ է քանդվում է պայթում է տես Մասիսի գծապատկեր անեցին ուրացան Արցախը տվեցին միջանցք էին տալիս թուրքը հեսա մտնելու է գատունը ցած բաներ են խոսում Ուտես նեգատիվ մեջ արածում մի րոպե աղբեր ջան ես վաղվա օրը չեմ ուզում գնամ ավելի լավա գնամ երեկվա օրը այնտեղ գոնե նստած էի Այս նրանց ձգտում է այդտեղա նույն մկոին որ տենց որոշեցին որ ինքը բանա քանի որ վարչապետի հետ երկխոսության մեջ ա մտել ուրեմն պետքա նրան էլ ասենք դուք քաղաքականություն չեք կարողանում վարել քաղաքականապես չեք կարող դիվիդենդներ բերեք կպել եք դերասաններից որ ինչ Այսինքն ինչ է, բայց իրենք դա ինչի համար են անում։ Նրանք չէին ուզի երևի որ մկոն լիներ։ Բայց քանի որ իրենց ռազմավարությունը մեկն է, իրենց fake edge-երով, կայքերով, ես շատ գիտեմ ինչերով, որ Փաշինյանի այդ շփումը դարձնեն Վարկա Բեկելիս գազ, բան գործողություն։ Դրա համար ցանկացածին պատրաստ են վիրավորել, նրա համար որ դու Փաշինյանի հետ մանմեն չես, որպես ասած բացեն թողնեն մենակ, էլի։ Մյուս անգամ ասես ախպեր ինձ պետքա գնամ այդ երկու բար խոսամ, էլի գցելու են համացանց ինչ ասես գրեն։ Այ այսպես փորձում են կոտրել մարդկանց։ Սա իրանց գործառույթ է, KGB-ի դպրոցն է, ինչ որ բարդման չկա այդտեղ ըմբռնելու համար ժողովուրդ ջան, կամ այդ KGB-ի դպրոցը հաղթարում ենք, ասում ենք առաջ կամ դառնում ենք դրա զոհը։ Որոշելիքը ձերն է։ Հիմա վերադառնանք Կտրիշ Ներսիսյանին, ուրեմն այս Կտրիշ Ներսիսյանը գնացել էր Հռոմի պապի հետ հանդիպման, իմիջիայլոց հրավիրել է Հայաստան։
Ես չգիտեմ ոնց ընդունել սրան Հռոմի Պապը, դե ամեն դեպքում սուբորդինացիան պահպանած կլինի, նյութը մի փոքր երկար է, այդ ֆեյքերեսների գնդինը, այս արդեն մի շաբաթ է, ես ուզում եմ այս թեմային անդրադառնամ, միշտ ժամանակը չի բավարարում, բայց այնուամենայնիվ ասես համառոտ անցնենք, հա, պարզվում է 2024 թվականից սա ֆեյքերեսների գունդ է ձևավորել, այսինքն ինչ որ տես բանա, ֆեյք խմբեր են, էջեր են համացանցում եւ այդ ժամանակից են դեռ այդ գունդը կոնկրետ համակարգվել է իր կողմից բայց նման գնդեր շատ կան ասեմ ձեզ այդ խումբը կարա նստած լինի Չինաստանում մի 5000 հատ հեռախոս շարած 5 հոգի աշխատողով ամեն մեկը մի անուն ազգանունով բացած բան են այս 5 աշխատողը արհեստական բանականության շնորհիվ ձեր այդ անգամ կարող են մտնել շփման մեջ այո եւ այլն բայց իրենք իրականում չկան հասկանում եք բայց դա թողնում է տպավորություն ում ասացին լայք են մեկ էլ պատկերացրեք դու մի բան գրում ես ասում ես բարև ձեզ ու տակը 5000 հատ սրտիկ է գնում օրոսպես ես ինչ հեղինակություն ունի մի հատ գրեց ու մի րոպե հետո հələ դες ինչա կատարում բայց այնտեղ չգիտեմ մեկը Պակիստանում նստած մի իրա գործն է անում, sense հեռախոսները շարած։ Իմիջիալոց իմ Facebook-յան էջում մոտավոր պատկերը տեղադրել եմ 3 գիշերը, կարող եք մտնել ավելի վիզուալ պատկերացնեք խոսքը ինչի մասին է։ Հիմա տես խումբա կառավարել բանը, քաղաքական առումով ընդ որում։ Եվ երեք էլ նայում է Տեր Արամ Քահանային հարցազրույցը, սարսափելի բան։ Չնայած, եթե անկեղծենք Տեր Արամը կոնկրետ ինձ համար ոչ մի նոր բան չասեց, այնտեղ մի հետաքրքիր ֆրազ կար, որ 20 շատ լավ էր, ես ողջունում եմ եւ զորակցում եմ Տեր Արամին թե ես եւ թե մեր ողջ հասարակական կազմակերպությունը ուրեմն տեսեք ինչ է ստացվում քանի որ Տիկին Աննա Հակոբյանը զովասների ծնողների հետ 42 թվով կանանցով գնացել են ու ինքն էլ ծանոթացրել է վանքի պատմությանը նա դարձել է Կտրիչ Ներսիսյանի աշկի փուշը առնվազն Կտրիչ Ներսիսյանը իրենց թեմի մասին չեմ խոսում այս ամեն ինչը մի կողմ բայց այն որ 20-21 թվականների միտինգներին պարտադրաբար հարկադրաբար նրանք պարտավոր են եղել մասնակցեն այդ Քոչարյանաց-Սերժական միտինգներին Բաղրամյանում բանեն 17+ չգիտեմ ինչ հեղաշրջման փորձեր եւ այլն սա արդեն կոնկրետ իրավապահների տիրույթում է ու պետք է շատ լուրջ ձևով զբաղվեն սա պարտադիր ձևով մարդուն զրկել են ազատ տեղաշարժի իրավունքից զրկել են ազատ իր պատկերացումները ունենալուց եւ պարտադրել են որպեսզի նա լինի այնտեղ սպառնալով աշխատանքից դուրս գա սա լրջագույն մեղադրանք է լրջագույն մնում է իրավապահները երեք շատ զբաղված եղած չլինեն նստած հեռուստացույց դիտելուց լինեն ել չսպասեն առանձին հրավերի որ գնան ինչ որ դիմում գրի ինչ որ մեկը ձեռնարկեք աշխատանքներ ձեռնարկեք հիմա այս Կտրիչ Ներսիսյանը վերակացել գնացել է իր վարկաբեկված հալով Հռոմի Պապի մոտ Հռոմի Պապին էլ ասել է կգաս Հայաստան Հռոմի Պապը չգիտենք ինչա պատասխանել մարդ ուզում էր իմանալ մի հատ Կտրիչ Ներսիսյան ֆեյքերեսների հետը տարել է իր գոնե տարել է որ այն իմիջայլոց այս ֆեյքերի մասով ասեմ հետեւյալը ինձ հետ էլ այդ Մարմաշենից հետո մի քանի օր դուք պիտի տեսնեք այդ խումբը ֆեյքերի ինչ հարցակում էր գործում ինձ վրա որտեղ ինչ մեկնաբանություն տեսնում էր կամ գրառում իմ կողմից գալիս լսվում են Մարիամ Աստվածածնի նկարով Հիսուս Քրիստոսի նկարով այսինչ եկեղեցու նկարով այնինչ եկեղեցու նկարով գալիս մտնում աշխարհի բանը հայոյանքն ու անեծքը այն որ sense փորձում են իբր քեզ մի հատ առանձին բաներով այդ fake edge-երով առանձին սպառնալիքներ բան նայում ես Մարիամ Աստվածածնի նկարով է այդ դու չես էլ կարողանում պատասխանել էլի արա ասում ես ախր մի դեմքը էլի մի հատ նայ քո Facebook նշանակում է face-ը քո արտաքինն է book-ն էլ օրագիր էլի ասենք քո արտաքինի մասին քո մասին պատմող գիրքը հիմա քո մասինը ո՞րն է ստեղ ու այս նույնները ամենատարբեր ձևերով դե Կտրիչ Ներսիսյանը ունի դաշնակները ունեն հանրապետականներն ունեն նույն կերպով մտածեն Փաշինյանը մի հատ նյութադրում լցվում են այդտեղ էլ աշխարհի հայոյանք էլ անես էլ ինչ ասես բայց տակը մարդ չկա ասեմ մի 1000 հատ հեռախոսա դրած երկու հոգի հնդիկ երևի նստած կամ ցանկացած ազգել ես չմտածեք ինչ որ հնդիկների դեմ բանում նստած կառավարում են երկու հոգի է այդ ամբողջը 2-3 հոգի են այդ ամբողջը
Իհարկե կան նաև առանձին վերցած մարդիկ, ովքեր հենց իրենց դեմքով են մտնում, իրենց ասելիքը ասում են։ Սա գոնե ողջունելի է, անկախ նրանից թե ինչ են ասում։ Գոնե համարձակություն են դրսևորում, դա անում են։ Դրանով հաստատելով, որ իրենց դա անելու համար ոչինչ չի սպառնում, այսինքն Հայաստանում բռնապետություն չկա։ Ասում է իր կարծիքը։ Իհարկե ցավալի է, որ երբեմն տեսնում ենք ցենզուրայից դուրս բաներ, բայց այդ է։ Գոնե այս մարդը իր դեմքով է մտել։ Ու սրանք խոսում են ինչ-որ չգիտեմ ինչ արժեքներից, Քրիստոսից, քրիստոնեություն, դուք ձեր ներկայությունը ստիպում է, որ մարդիկ դառնան անհավատ։ Ձեր վարքերն ու բարքերը, ձեր տեսակը, հենց դրա մասին է, որ հայ ժողովուրդը խուսափի եւ վերապահումներով մոտենա հավատքին ու քրիստոնեությանը։ Այսքան բան։ Իսկ fake քերեցների մասին տեսնենք ոնց կստացվի, երևի առաջիկայում կընթերցենք շատ հետաքրքիր նյութ է։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։